Հայ առաքելական եկեղեցու այսօրվա վերնախավը որևէ կապ չունի ժողովրդի հետ։ Ազգային ժողովում կառավարության հետ հարցուպատասխանի ընթացքում հայտարարեց վարչապետ Նիկոլ Փաշինյանը։ Հոգևորականը Bentley ունենա, 3 հատ կնիկ ունենա, 1000 ներողություն ես բառի համար, այդ իրանց ընկալումն է։ Ասենք 4 հատ սիրուհի ունենա, ամեն բանում երկրում մի հատ երեխա ունենա, չգիտեմ ոսկեղեններ ունենա, ինչ ասես ունենա, ոչ մեկին հաշվետվություն չտա, խելագար եք դուք։ Ասենք դուք ում եք ներկայացնում, դուք Հիսուս Քրիստոսին, հələ մի հատ մեզ են ասում, ներ։ Դուք ձեզ հայլու մեջ տեսել եք ընդհանրապես։ Մամուլում հայտնվում է, որ կաթողիկոսի աղբերը KGB-ի գործակալը, ու հիմա նոր Նախճեվանի թեմի առաջնորդ է։ Ոչ մի բան, հա, ոչ հենց տենց էլ պետք է լինի։ Այս կներեք խելագարություն ասենց ման ոնց կարա լինի։ Մի հատ էլ ասում են ոնց բանի կաթողիկոսի անձնական կյանքին խառնվում եք։ Ոնց կաթողիկոսը անձնական կյանք ունի, այսինքն վարչապետը անձնական կյանք չունի, չի կարա ունենա, բայց կաթողիկոսը անձնական կյանք ունենա։ Էսա կսկսեն բանի եպիսկոպոսների սեռական կողմնորոշման իրավունքը պաշտպանել։ Կաթողիկոս կոչվածը Գարեգինը աղջիկ ունի, թե չունի։ Ունի, թե չունի։ Այս հարցին պատասխանել է այդ մարդը։ Աղբերը, որ KGB-ի գործակալը, որևէ բացատրություն տվել է։ Եկեղեցու թեմայի շրջանակում վարչապետը անդրադարձավ նաև Տեր Արամ Քահանա Ասատրյանին կարգալույծ անելու վերաբերյալ Մայրաթոռի հայտարարությանը։ Կտրիչ Ներսիսյանը ինքը կարգալույծ է, որ իր կուսակրոնության ուխտը խախտած լինելով ակնհայտ փաստի բերումով։ Նա ոնց կարա որևէ քահանայի կարգալույծ անի, միջև, այսինքն դրանից հետո էլ առաջ էլ, թող դա հանրությանը բացատրի, որտեղից եւ ինչպես ինքը ունի կինդ եւ երեխաներ։ Ես որպես հայաստանյաց առաքելական Սուրբ եկեղեցու հավատավոր հետևորդ, այս ամբիոնից հայտարարում եմ, որ Կտրիչ Ներսիսյանը վաղուց կարգալույծ է, ինքը հոգևոր դասի մեջ չի։ Ինքը ընդամենը մարդ է, որը բռնազավթել է Մայրաթոռը մի խումբ իր նման կարգալույծ խմբակի հետ, եւ մենք որպես հանրություն իրավունք այդ բանն էլ, որ ասում են եկեղեցի կառավարություն բանը, կոնֆլիկտը։ Մենք ոնց կարանք մեր եկեղեցու հետ կոնֆլիկտ ունենանք։ Ես ասում եմ, հայաստանյաց առաքելական եկեղեցին իմ սրբությունն է, ես իմ սրբության հետ ոնց կարամ կոնֆլիկտ ունենամ։ Մենք կոնֆլիկտ ունենք հայաստանյաց առաքելական Սուրբ եկեղեցին պղծողների հետ։ Նրա ուխտը ոտնահարողների հետ եւ բոլոր այդ մարդիկ կարգալույծ են։ Վարչապետը վերահաստատեց հոկտեմբերի 26-ին մասնակցելու է Հովհանավանքում Տեր Արամ Քահանայի կողմից մատուցվելիք պատարագին, քանի որ համոզվել է, որ Հովհանավանքը այսօր եզակի վայրերից է, որտեղ կարելի է հոգևոր կյանքով ապրել։ Այս համատեքստում հիշեցրեց եկեղեցիներն ու այլ հուշարձանները գտնվում են կառավարության հաշվեկշռում եւ անհատույց օգտագործման իրավունքով են տրված հայ առաքելական եկեղեցուն։ Որտեղ չկա հոգևոր կյանք, այլ կան ինտրիգներ, կան խարդավանքներ, ֆեյքերի ոնց էին անվանել, հաջող ձևակերպում կար, ֆեյքերեցների թե երեց ֆեյքերի խմբեր են գործում, մենք կարող ենք կա բոլոր բարոյական և իրավականն էլ, որ մենք այդ հուշարձանները կվերադարձնենք հանրությանը և Տեր Արամին և նրան նման քահանաներին բոլոր ձևերով կաջակցենք, որ նրանք Հայաստանում վերականգնեն իրական հոգևոր կյանքը։ Հարցուպատասխանի ընթացքում վարչապետ Նիկոլ Փաշինյանը անդրադարձավ նաև Մեծիտանեն Կիլիկիո կաթողիկոսի հայտարարությանը։ Արամ առաջինը նշել էր, թե հայրենիքը գնում է ինքնաքանդման և նոր ղեկավարների կարիք ունի։ Հնչող հայտարարությունները, որոնք ադեկվատ չեն, գիտեք ինչից է, իրանք ուրիշ կինոյի մեջ են։ Կարդում եմ Մեծիտանեն Կիլիկիո կաթողիկոսի հայտարարությունները, կինոն ավարտվել է, խոտանված կադրերը հանում են հետևից կպցնում, խոտանված կադրերը հանում են հետևից կպցնում, ու այդ կինոյի սցենարը նրա մասին է, որ Հայաստանը կործանվում է, որովհետև իրենք իրանց բանով, իրանք սոցիալ հոգեբանությամբ, իրանց գործունեության օբյեկտը կործանվող Հայաստանն է։ Երբ որ Հայաստանը չի կործանվում, իրանք չեն կարողանում այդ Հայաստանի հետ հարաբերվեն։
որովհետև իրանց կուլտուրան կործանվող Հայաստանի հետ հարաբերվելն է։ Եվ իրանք դա ինքնապահպանության բնազդն է, որպես իրանք լինեն, պետք է լինի Հայաստանի կործանման սցենարը։ Երբ որ չկա Հայաստանի կործանման սցենարը, տեսեք, ընդդիմությունը ինչի է բացակա, որովհետև սենց իրանց բոլոր թեզերը ջարդվել են։ Հայաստանյան ընդդիմության ամենաակտիվ հատվածի խոսույթները մշակվում են երկրի սահմաններից դուրս, հավելեց վարչապետը։ Ընդդիմության սեգմենտում մենք ունենք ընդհանրապես արտաքին էմիսարներ, որոնք կատարում են արտաքին հանձնարարականներ։ Բառից բուն ուղիղ իմաստով, եւ դա կարծում եմ ակնհայտ է։ Եվ այստեղ խնդիրը հարցը, որը քննարկվում է այդ հարաբերությունների մեջ, եթե ներքաղաքականի կոնտեքստում նայենք, մի բանի մասին է, Հայաստանի Հանրապետությունը պետք է լինի անկախ պետություն, թե պետք է չլինի անկախ պետություն, թե պետք է լինի պսևդո, այսինքն այն որ ասում են ԱՆՄ կա, ԱՄՆ չկա, տենց։ Այսինքն մենք այս երկու օրակարգերի մեջ է, եւ խաղաղության օրակարգն է սրա հետ կապ ունի, որովհետեւ խաղաղությունը ինքը անկախության գործոն է, կոնֆլիկտը ինքը կախվածության գործոն, ինչի մասին ես խոսել եմ, որ այդքան շահարկում են, երբ որ ասել եմ, որ Ղարաբաղի հարցը օգտագործվել է Հայաստանի պետականությունն, անկախության զարգացումը թույլ չտալու համար։ Արտաքին քաղաքականության թեման շարունակվեց Հայաստանի եւ Վրաստանի վարչապետների հանդիպման վերաբերյալ քաղաքացիական պայմանագիր խմբակցության պատգամավոր Սերգեյ Բագրատյանի հարցով։ Նա վարչապետից հետաքրքրվեց, արդյոք քննարկվել է Վրաստանի տարածքով հայկական բեռների տարանցման խնդիրը։ Նիկոլ Փաշինյանը նշեց, երկկողմ օրակարգին վերաբերող բազմաթիվ հարցեր են շոշափվել։ Տնտեսական խնդիրների մասին հարցինի պատասխան հավելեց. ստանդարտներին չհամապատասխանող ապրանքների գոյությունը Հայաստանի ինքնիշխանությունը սահմանափակելու լծակ է։ Կներեք, մենք չենք կարող մի ֆուր չայով գույն տված յաթրջի արաղը, որի անունը դրածակ կոնյակ, հիմի բա ինչ անենք, բա ասենց այս վիճակից ոնց դուրս գանք, հիմի ընտրություն կատարենք դրա միջև, թե մեր անկախության միջև, ու գնանք մտածենք, ասենք, հա, բայց այնուամենայնիվ եկեք մի հատ քննարկենք։ Ինձ համար տենց քննարկում չկա։ Ինձ համար տենց քննարկում չկա։ Եվ այս ամեն ինչը, ինչ որ լսում ենք, կապ ունի այս պրոցեսների հետ։ Ինչի պետք է, օրինակ, ես գնամ միջազգային կազմակերպություն կամ միջազգային այցի ընթացքում, ասենք, միջազգային հեղինակավոր արտադրող կազմակերպությունը ինձնից հանդիպում խնդրի, ես մտածեմ, որ երևի այս կազմակերպությունը ուզում է Հայաստանում ներդրում անի կամ ինչ անի, ասենք կազմակերպությունները հերթով գան, ասեն, գիտեք ինչ, ձեր երկրում մեր այս ապրանքն են կեղծում, այն ապրանքն են կեղծում, ես ինչ անեմ։ Անդրադարձ եղավ նաև Գյումրու համայնքապետ Վարդան Ղուկասյանի կալանավորմանը։ Ընդդիմադիրները մեղադրանքներ են հնչեցնում, թե նրա վերաբերյալ վարչապետի հայտարարությունից հետո է սկսվել իրավական գործընթացը։ Ասում են Վարդան Ղուկասյանը ձերբակալվել է իմ մտքերի պատճառով։ Վարդան Ղուկասյանը ձերբակալվել է իր մտքերի եւ գործողությունների պատճառով։ Իմ միտքը ինչ կապ ունի այդտեղ։ Իմ միտքը կարա օգտագործվի իմ դեմ։ Իմ միտքը ոնց կարա օգտագործվի ինչ որ մեկի դեմ։ Մի ժամանակ ինձ պաշտոնապես մեղադրում էին հոգեխանգարմունք առաջացնելու մեջ։ Հիմա էլ բան կարողա տենց բան վարկած առաջանա, որ ես բանից այս ամբիոնից բան եմ անում, հոգեխանգարում եմ, որ մարդիկ գնան բան անեն, կաշառք վերցնեն։ Պատգամավոր Զարուհի Բաթոյանն էլ մեջ բերեց ընդդիմության դիտարկումները, որ վաղաշաբաթում կայանալիք ավականու ընտրություններում իշխանությունը կարող է վարչական ռեսուրս օգտագործել։ Վարչապետ Նիկոլ Փաշինյանը հակադարձեց, հեղափոխությունն իրականացվել է առանց վարչական ռեսուրս կիրառելու։ Այն քաղաքական ուժը, որի սեփական քաղաքական հաջողության պատմությունից հրաժարվի ու սկսի մտածել, որ կարող է Սերժիո Ռոբերտի հաջողության պատմությունը ավելի հետաքրքիր է, այդ ինքնասպանություն է այդ քաղաքական ուժի համար։ Եվ քաղաքական գործի համար, որտեղ մենք այդ տրամաբանությամբ մտածենք, նույնիսկ չգործենք, որտեղ այդ տրամաբանությամբ մտածենք, այնտեղ միանշանակ պարտվելու ենք։ Իսկ որտեղ մնանք մեր արժեքների շրջանակում, մենք այնտեղ միանշանակ հաղթելու ենք։ Եվ ապացույցը 2021 թվականի խորհրդարանական ընտրությունները, որը ամբողջ միջազգային հանրության կողմից որակվեց որպես ազատ, մրցակցային եւ այլն եւ այդպես շարունակ։
Հարցուպատասխանի ընթացքում անդրադարձ եղավ նաև պարտադիր ժամկետային զինծառայության տևողությունը 2026-ի հունվարի 1-ից 24 ամսից 18 ամիս դարձնելու կառավարության ցանկությանը։ Պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանը ընդգծեց, այս նպատակը ֆիքսված է կառավարության ծրագրում եւ նախատեսվել է իրականացնել պայմանագրային զինծառայողների ավելացման հաշվին։ Իհարկե, ամեն ինչ կախված պիտի լիներ, թե մեզ հաջողվում է արդյոք այս տարիների ընթացքում պայմանագրայինների թվականակը ավելացնել։ Ազգային ժողովը շուրջ 2.5 տարի առաջ ընդունել է մի օրենք, որով թույլատրում է ժամկետային զինծառայողներին 6 ամիս ծառայելուց հետո կնքել պայմանագիր։ Խոսքը վերաբերում է նրան, որ այսօր Պաշտպան հայրենիաց ծրագրով բազմաթիվ զինվորներ երկարաժամկետ իրենց կյանքը կապում են բանակի հետ։ Այդ թիվը հասնում է մի քանի հազարի արդեն։ Այսինքն խոսել, որ մենք կրճատում ենք բանակը, մեղմ ասած անհեթեթություն է։ Կրթության, գիտության, մշակույթի եւ սպորտի նախարար Ժաննա Անդրեասյանը անդրադարձավ մանկավարժական համալսարանի ռեկտորին եւ պրոռեկտորին առաջադրված հանցավոր կազմակերպություն ստեղծելու եւ ղեկավարելու, առանձնապես խոշոր չափերով վատնում եւ խարդախություն կատարելու եւ կաշառք ստանալու մեղադրանքին։ Նախարարը նշեց, իր համար ընկալելի չեն նման գործընթացները այն բուհում, որտեղ կրթվում են ապագա ուսուցիչները։ Տվյալ անձանց պաշտոնավարման կասեցման մասով նաեւ միջնորդություն է եղել։ Այսօր տեղի է ունեցել հոգաբարձուների խորհրդի նիստ հարցման կարգով, որով որ ռեկտորի լիազորությունները կասեցվել են եւ ժամանակավոր պաշտոնակատարի հարցն է կարգավորվել, որպեսզի բուհի բնականon գործունեությունը տեղի ունենա։ Ես չունեմ արդարացման որևէ փաստարկ տեղի ունեցածի համար։ Եվ հատկապես ես այս պահին այս արտահայտությունը անում եմ, ձեռքիս տակ ունենալով պաշտոնական գրություն ուղղված մեր նախարարությանը, որից պարզ է, որ առնվազն ունենք խոստովանական ցուցմունք։ Պատգամավորները կառավարության անդամներին հարցեր ուղղեցին նաև առողջության ապահովագրության համակարգի ներդրման վերաբերյալ։ Վարչապետն ու առողջապահության նախարարը հայտնեցին, համակարգը 3 փուլ կունենա, կգործարկվի 2026 թվականին։ Ժիրայր Գրիգորյան, Հովհաննես Քյոսեյան, լուրեր։